Գարիկ ջան, հիմա ով է տուն է ծախում Հայաստանում, որ գնա Ամերիկայում տուն առնի։ Ասա, դավո լսի, մեր դավոն։ Իսկ այստեղ վաճառեմ այնտեղ առնեմ, երբ բոլոր Ամերիկա հայերը, Եվրոպայի հայերը, ել չասեմ Ռուսաստանի հայությունը վաճառում են, իրենց երկուն գալի Հայաստանում առնի։ Դա ցույց տու տեսարան, աղաս ջան։ Դավո ջան, նման տեսարանով պատրաստի, հանձնված, նորակառուցում, այսպես լավ նախագծով տունը ոնց կարելի է վաճառել, բայց միևնույն ժամանակ նաև ուրախ եմ Դավիթի համար, որ վաճառում է։ Ինչու՞։ Քիչ մարդ կգա, մի քիչ խցանումները կթեթևանան։ Իրոք, շատ ահավոր է մեր խցանումները փող։ Նկատել ես անգամ մայթերում կենտրոնում քայլելիս արդեն բրբրտում են մարդիկ։ Տեղ չկա։ Հայաստանում փաստորեն սկսվել է մեծ հայրենադարձություն եւ ցավոք սրտի Դե համել տուրիստական շրջան է։ Հայ տուրիստներն էլ մերոնք քիչ են լցվել են, հիմա լավա թե վատա, գրեք ժողովուրդ ջան, կարծում եմ լավա, բայց քաղաքապետարան ջան, խնդրում եմ այդ ճանապարհների հարցով զբաղվել։ Հա, տեսարանը տեսակ, վերին անտառայինով։ Տան ամբողջ պատուհաններից նույն տեսարանն է բացվում։ 173 քառակուսի 10-րդ հարկում։ Սա հյուրասենյակն է, նախատեսված է խոհանոցի հետ միասին, ընդարձակալ, լուսավոր։ Պանորամային պատուհաններով, գեղեցիկ պատշգամբով, տեսեք, նստում եք հյուրասենյակում եւ նայում եք, տեսնում եմ Արարատը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Մուտքում, ասեմ, ունենք կոնե վերելակ, որը ֆինական, բարձրորակ, թանկարժեք վերելակ է։ Դուռը նույնպես լավն է մուտքի, փականները, տեսեք, ճլտ լավ դուռա։ Համել ասենք, որ շենքը հանձնված է շահագործման, բնակիչները վաղուց բնակվում են, դուք եք լինելու են խանգարող վերանորոգում անող հարևանը։ Ունենք նաև ավտոհանգրվան, գինը նույնպես շատ լավն է, Աշոտը խնդրեց գին չասել, քանի որ այն սակարկել է, քիչա որ լավն է, նաև սակարկել է։ Զգեստա պահարան եւ արի մի հատ ցույց տամ ընդհանուր սենյակը, մաստերը։ Խնդրեմ, մեծությունը։ Շոտ։ Բավականին ընդարձակ, լոգասենյակով, հավանաբար այստեղ նույնպես կլինի զգեստասենյակ, դեն ու բոլ տեղ, միջանցները առանձին մուտքով, շատ լավ ննջարան երեխաների համար, ցույց տանք, դյանը իրուք լավ պրոյեկտ է, ոչ բոլոր շենքերում կարող ես գտնել նման նախագիծ, այսինքն զգեստապահարան, ելքով դեպի պատշգամբ։ Այսինքն դուրս է գալիս տունը ունի 3 բաց պատշգամբ։ Հա, ես էլ հաշիվս կորցրեցի։ 3 բաց պատշգամբ, այս մեկը չէինք նկատել։ Այստեղ առանձին զգեստասենյակ կարող է լինել կամ օրինակ։ Չէ, լոգասենյակն է։ Դա լոգասենյակն է երկու ննջարանների համար, բայց ընդհանուր պատերը հիմնականում քանդվող են։ Ցանկության դեպքում կարող եք ձևափոխել, սա նույնպես ննջարան մեծ պատշգամբով։ Սա է փոքր ննջարանն է, որը կարող է լինել կամ խաղասենյակ կամ մանկական ննջասենյակ։ 4 ննջասենյակ է, սա 5 սենյականոց տուն է։ 4 ննջասենյակ, հա, կամ կարող են պատշգամբ։ Դավիթ մի ծախի։ 4 ննջասենյականոց է, իսկապես շատ լավն է, հարկն էլ լավ է, տեղն է, շենքն է։ Տեղը շատ լավն է, որովհետև կենտրոնին շատ մոտ է։ Իհարկե, այսօր արդեն աղբյուր Սերոպը կենտրոն է համարվում, քանի որ կենտրոնն էլ է մեծացել։ Այո։ Այնպես որ զանգահարեք, քանի Դավիթը չի փոշմանում։ Չէ՞։